ֆինանսական գործիքը բիզնեսի համար երբեք այսքան հասանելի չի եղել։ Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվում է տեխնիկա եւ սարքավորումների ամենամասշտաբային Leasing Expo 2025-ը։ Ցուցահանդեսին ներկայացված են 70-ից ավելի ընկերություններ տարբեր ոլորտներից։ Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքն ավելի հասանելի եւ կիրառելի դարձնելն է բիզնեսի համար գործընթացում ներգրավելով ոչ միայն ֆինանսաբանկային կառույցներին, այլև ամենատարբեր ոլորտներում առաջատար մատակարար ընկերությունների։ Շատ կարևոր իրադարձություն է, որ մենք 3 տարի շարունակ կարողանում ենք շուկայի գլխավոր ու խոշոր խաղացողներին պահել մեկ հարթակի վրա եւ այս տարի եւս տեսնում եք, որ մասշտաբն է աննախադեպ, մենք ունենք շատ խոշոր ընկերությունների, որոնք միացել են կրկին ցուցահանդեսին եւ նախորդ տարվա ու նախորդ տարիների համեմատ մենք այլևս մարդկանց չենք բացատրում թե ինչ է լիզինգը, այլ այս տարի հստակ տեսնում ենք, որ մարդիկ շատ լավ տիրապետում են այս ֆինանսական գործիքին, շատ լավ կարողանում են օգտագործել եւ այցելուների տեսանկյունից եւս մենք այս տարի ունենք կրկնակի շատ գրանցումներ նախորդ տարվա համեմատ։ Այս տարի մենք ունենք հատուկ առաջարկների աննախադեպ տարբերակներ, մինչև 50%, 60% զեղչեր, լիզինգային այնպիսի ցածր տոկոսներ, որ ուրիշ օրերի երբևէ չեն գործել ու հետո չեն գործելու։ Սա նշանակում է, որ ոլորտի խաղացողները հստակ վստահություն ունեն ցուցահանդեսի նկատմամբ եւ նաեւ ինչպես օրինակ անշարժ գույքի ոլորտում մենք ունենք Տուն Էքսպոն, որը որոշում է շուկայի դինամիկան տեղ, նաեւ Leasing Expo-ն փաստորեն մենք ունենք այդպիսի նաեւ վիճակագրություն, որ մարդիկ սպասում են ցուցահանդեսին, որ տեսնեն ինչ առաջարկներ են լինելու, որպեսզի իրենց տեխնիկան ու սարքավորումները թարմացնեն կամ եթե նոր պիտի սկսեն բիզնես ձեռք բերեն։ Leasing Expo-ն կազմակերպվում է Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի հետ համատեղ։ Գլխավոր հովանավորներն են Ecovil, Premium Machinery Armenian, հովանավորներն են Armenian Leasing Company, Unimine ընկերությունները, հիմնական գործընկերը Agba Leasing։ Երրորդ տարին անուն մեջ Armenian Leasing Company-ն լինելով երիտասարդ լիզինգային ընկերություն, միաժամանակ հանդիսանում է հովանավոր այս միջոցառման, քանի որ նաև հանդիսանում է միևնույն ժամանակ լիզինգատուների ասոցիացիայի հիմնադիր անդամներից մեկը։ Ինչպես նախորդ 2 տարիների ընթացքում մենք նույնպես յուրահատուկ ձեռագրով ենք հանդես գալիս այստեղ, բացի գոյություն ունեցող լուծումներից նոր լուծումներ առաջարկելով, լիզինգային լուծումներ առաջարկելով բիզնեսի համար, քանի որ ասոցիացիայի որդեգրած քաղաքականությունը նաև որ հնարավորինս ընդլայնել շուկան, բարձրացնել իրազեկվածությունը, անընդհատ օրենսդրական բարելավումներ իրականացնել այս ուղղությամբ, ապա Էքսպոն այդ գործիքներին հնարավորություն է տալիս այստեղ դրսևորվելու։ Մեկ հարթակում ներկայացված են գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ եւ էլեկտրամոբիլներ, շինարարական տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, արտադրական սարքավորումներ, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն եւ ֆինանսաբանկային կառույցներ։ Agba Leasing-ը հիմնական միջոցների ձեռքբերման ֆինանսական գործիքներ է տրամադրում, այսինքն լիզինգ հենց հաճախորդները կարողանում են լիզինգի միջոցով ձեռք բերել հիմնական միջոցներ, որոնք օգտագործվում են բիզնեսի տարբեր բնագավառներում։ Հաճախորդը տեղում կարող է հայտը ներկայացնել, որի շրջանակներում կստանա արտոնություններ մեր տարբեր գործընկերների հետ եւ հետագայում ընթացք կտանք գործընթացը այդ արտոնությունների շրջանակներում։ Երբ որ մենք սկսեցինք օրինակ 20 տարի առաջ, ամեն հաճախորդին մենք ուղակի հատ-հատ բացատրում ենք թե դա ինչ է, շատ դեպքերում չէր ընկալվում։ Հիմա բավականին փոփոխություն ունենք, բայց կարծում ենք դեռ էլի աշխատելու տեղ ունենք, որ իրազեկվածությունը ել ավելի ավելացնենք։ 2023 թվականից գործունեություն ծավալող Intercars ընկերությունն էլ Հայաստան է բերում նոր մշակույթ, ներկայացնելով էլեկտրական մեքենաների միանգամից 4 պաշտոնական բրենդ։ Intercars ընկերությունը ի սկզբանե Հայոց սպառողին ներկայանում է իր 2 բրենդներով, iCar էլեկտրոմոբիլներով եւ Kerry էլեկտրական բեռնատարներով։ Այսօր երկրորդ անգամ է մեր ընկերությունը մասնակցում Leasing Expo-ին եւ հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ առաջին անգամ Հայաստանում այսօր եւս 2 բրենդ ավելացավ մեր ցանկում եւ ներկայացնում ենք չինական ավտոարդյունաբերության 2 գիգանտներին, Voya բրենդը պրեմիում դասի եւ Dongfeng էլեկտրոմոբիլները արդեն Հայաստանում են։ Իսկ այս 3 օրերին մեր սպառողները հնարավորություն են ոչ միայն ծանոթանալու մեր նոր բրենդներին, նոր մոդելային շարքին, այլ նաև օգտվելու հատուկ ֆինանսական պայմաններից։ Մեր 4 բրենդները ներկայացված են պաշտոնապես առաջարկում են գործանային երաշխիք եւ սպասարկում, որը բխում է մեր ընկերության հիմնական առաքելությունից, այսինքն ներդնել պաշտոնական լինելու մշակույթը։ Armargo ինժեներինգ ընկերությունն էլ առաջարկում է Հայաստանում ստեղծված նորամուծություն հողամշակման ոլորտում։ Մեքենան ամբողջությամբ պատրաստված է Հայաստանում, մեր գիտական
ձեռքբերման արդյունքն է։ Մեքենան նախատեսված է խաղողի եւ ինտենսիվ փոթրատու այգիների համար, միջվազային տարածքների հողամշակման, կուլտիվացիայի համար, ինչպես նաեւ մոլախոտերի դեմ մեխանիկական պայքարի համար։ Մեքենան ունիվերսալ է, Հայաստանում որպես այդպեսին ինչքանով ես եմ տեղյակ, նախ հայկական արտադրություն չունի որպես անալոգ, դրսի անալոգների հետ տարբերում է նրանով, որ ադապտացված է մեր քարքարով ծանր ֆիզիկո-մեխանիկական հողերի պայմաններում աշխատելու համար, ունի շատ բարձր շահագործական հուսալիություն, փորձարկված է Հայաստանի հիմնական այգեգործական տարածքներում, Արվավիրի մարզ, Վայոց ձորի մարզ, խաղաղագործական տարածքներում ամբողջությամբ իրեն արդարացրել է։ Ընկերության տնօրենը նշեց, էքսպոյից սպասելիքները մեծ են, քանի որ Հայաստանում մեծ թափով զարգանում են այգեգործությունը, խաղողագործությունը, իսկ տվյալ մեքենան էլ ագրոտեխնիկական սպասարկման առումով շատ կարևոր ֆունկցիա է կատարում։ Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև ապրիլի 20-ը, այն անցկացվում է Մերիդիան ցուցահանդեսային համալիրում, մուտքն ազատ է, սակայն պարտադիր գրանցումով։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։